Իսկ ինչ վերաբերվում է ձեռք բարձրացնել վարչապետի վրա, դա նշանակում է ձեռք բարձրացնել Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև վարչապետը ինքը իրանով արդեն ինստիտուտ է։ Ու դա օրենքի տեսակետից չդիտարկելը շատ սխալ կդիտվի, որովհետև ես այդ օրն էլ ստացել եմ բազմաթիվ նավակներ, որ չի կարելի նման երևույթին ուղղակի անտարբեր նայել ու կապ չունի մյուս կողմում ով է կանգնած։ Ես կարծում եմ, մենք միշտ ենք այս հարցին անդրադարձել, երբ որ հարցը գնում էր որոշ եկեղեցականների կազմակերպած ահաբեկչության փորձի եւ այլնի վերաբերյալ, այն ժամանակ էլ փորձում էին այդ ֆոնի տակ բան անել, որ գիտեք եկեղեցականներին իրավապահ համակարգը տարավ, ստուգեցին, այս արեցին, կալանավորեցին եւ այլն։ Շուրջան օրենքի առաջ միշտ ասել են բոլորս ենք հավասար եւ եթե մենք մի գործ անում ենք, մի գործունեություն ենք ծավալում, պետք է հասկանանք, որ օրենքը մեզ էլ է հասնում, անկախ նրանից ինչ տարիք ես, ինչ սեռի ես, ինչ ես աշխատում, ինչ կոչում ունես, ում աղջիկն ես, ում բարեկամն ես եւ այսպես շարունակ։ Պետք է կարողանանք պատասխան տանք մեր ամեն արարքի համար ու դա է նորմալ իրավական երկրում ապրելու կանոնը։ Իսկ ինչու այդ գիտակցությունը ձեզ մինչև հիմա չի ձևավորվում, Տիկին Ղազարյան, որ այստեղ ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձի հարցն է, այլ ինչպես դուք նշեցիք, ինստիտուտի մասին է խոսքը։ Գիտեք, մենք ազնիվ չենք մեր հետ։ Ես մի կարևոր օրինակ բերեմ, երբ որ մենք ամրագոտիների մասին ենք օրինակ խոսում, Հայաստանի Հանրապետությունում հաճախ տեսնում ենք, որ մեր վարորդները վարորդի կողք նստած անձինք ամրագոտով չեն ամրակապվում։ Բայց երբեք, նույնիսկ եթե գնանք այլ երկիր, նույնիսկ հետևի նստել, մենք ինքներս հետևում նստելուց, եթե պահանջում են, մենք ամրակապվում ենք։ Սա մենք ուղղակի մեր երկրին լուրջ, այսպես իրավական տեսակետից լուրջ չենք վերաբերվում, հետո էլ ասում ենք ինչու էսպես եղավ։ Ամեն հարցին մենք օրենքի մտածում ենք մեզ այստեղ ամեն ինչ կարելի է, օրենքները մեր համար չեն, օրենքները ստեղծվում են, որ մենք շրջանցենք, այս հոգեբանությունը դեռ չենք հաղթահարել։